Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում աշխատանքը սկսեց եպիսկոպոսաց հավաքը, որին մասնակցում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, այդ թվում Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Առավոտյան ժողովականները մասնակցեցին արևագալի ժամերգությանը, հոգեվոր խորհրդածություններից եւ աղոթական առանձնացումից հետո եպիսկոպոսները խմբվեցին ժողովարանում։ Եպիսկոպոսաց հավաքը բացվեց տերունական աղոթքով, որից հետո միասնության մասին Պողոս Առաքյալի Եփեսացիներին ուղղված նամակից ընթերցումներ եղան, ապա ժողովականներին հայրական իր խոսքն ու պատգամը հղեցին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, Արամ I Մեծի տան Անգելիկո կաթողիկոսը, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Օրակարգի քննարկումից եւ հաստատումից հետո ընտրվեց եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները վարող դիվանը։ Նույն օրը Սանկտ Փյոլթնի մայր տաճարում եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց իր ողջույնի խոսքը հղեց կաթոլիկ եկեղեցու Սանկտ Փյոլթնի թեմի առաջնորդ գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։